Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այսօր սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին, հայտարարելով, որ եթե Հայաստանը ընտրություն չկատարի հօգուտ Եվրասիական միության, ապա հարցականի տակ կհայտնվի ոչ միայն հայկական պետականության, այլև ընդհանրապես հայերի ապագան։ 2009-ից 13 թվականների ընթացքում Հայաստանում Ռուսաստանը ներկայացրած դեսպան Կովալենկոն իր սպառնալիքները այսօր հնարավորություն ունեցավ հնչեցնել Երևան-Մոսկվա տեսակամուրջի միջոցով կազմակերպված ասուլիսի ընթացքում։ В любом случае, она должна будет сделать этот выбор, потому что Ցանկացած դեպքում Հայաստանը պետք է կատարի իր ընտրությունը, որովհետև որպեսզի զարգանա Հայաստանի նման փոքր պետության տնտեսությունը, կյանքը, այն պետք է ինտեգրվի, այն պետք է անդամակցի ինտեգրացիոն ինչ-որ կազմավորումների։ Եվ այստեղ հարցը սուր է դրված։ Կարծում եմ իրավիճակը այնպես է զարգանալու, որ Հայաստանից կպահանջեն կատարել այդ ընտրությունը։ Հայաստանը չի կարող անվերջ խուսանավել այս բարդ միջազգային պայմաններում։ Եվ ահա այդ պատմական ընտրությունը, որը պետք է անի Հայաստանը, ահա այդ ընտրությունից շատ բան է կախված։ Կախված է պետության ապագան, հայ ժողովրդի ապագան, ընդհանրապես հայերի ապագան։ И вот этот вот исторический выбор, да, который будет делать Армения, от него очень многое зависит будущее страны, будущее армянского народа, будущее армян вообще. Каким будет это государство Армения? Останется ли она, Армения, как самостоятельное государственное образование? Ինչպիսին կլինի այդ պետությունը, Հայաստանը, կմնա արդյոք Հայաստանը որպես ինքնուրույն պետական կազմավորում, իր ազգային քաղաքականությամբ, ազգային շահով, իր ինքնությամբ, իր յուրահատկությամբ, որը հարգանքի է արժանանում աշխարհում, թե այն կմիանա այն արևմտյան արժեքներին, որոնց մասին այսօր սկսել են ավելի քիչ խոսել, որոնք այսօր նահանջել են հետին պլան, բայց դրանք գոյություն ունեն եւ միշտ էլ գոյություն են ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն կունենա արևմտյան երկրների ագրեսիվ քաղաքականությունը։ До тех пор, пока будет существовать агрессивная политика западных стран. Սակայն Կրեմլը ներկայացնող դիվանագետը այսքանով չբավարարվեց։ Կովալենկոն այս հունիսին Հայաստանում արդեն իսկ հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ Պուտինի վարչակազմի խոսափող համարվող Դիմիտրի Կիսելյովի հետ միասին Հայաստանի ազգային ժողովում պահանջեց ռուսերենը մեր երկրում դարձնել երկրորդ պետական լեզու։ Мы видим, что происходит на Украине. Մենք տեսնում ենք, թե այսօր ինչ է կատարվում Ուկրաինայում, տեսնում ենք այդ արևմտյան արժեքները, խոսակցությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների, կյանքի, գոյատևման մասին, տեսնում ենք այդ հակամարտկային գործողությունները, որոնք աջակցություն են ստանում Միացյալ Նահանգներից ու Եվրամիությունից, Աստված ոչ անի, որ նրանք գան Հայաստան նման տրամադրությամբ եւ նման որոշումներով։ Արդյոք կլինի այդպես կամ չի լինի այդպես, դա էլ կլինի Հայաստանի պատմական որոշումը։ Так или не будет ли так, от этого это и будет исторический выбор Армении. Քիչ անց Կովալենկոն դարձյալ զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայի հետ։ Очень важно, чтобы не повторилось то, что происходит сейчас на Украине. Շատ կարևոր է, որ չկրկնվի այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, երբ բնակչության տարբեր հատվածների միջև ի հայտ եկան այդպիսի հարաբերություններ։ Խոսելով Մաքսային միության հեռանկարների մասին պետք է նկատի ունենալ այս շատ կարևոր հանգամանքը։ Կարծում եմ հայերը, որոնք հանդիսանում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, որոնք վերապրել են այնպիսի ժողովուրդների, որոնք արդեն անետացել են երկրի քարտեզից, ներկայում ապրում են շնորհիվ ճիշտ ընտրության, որը նրանք միշտ կատարել են պատմական սուր պահերին։ Ահա այժմ այդպիսի սուր պատմական պահ է, երբ հայերը իրենց համար պետք է վերջնական որոշում կայացնեն։ Острый исторический момент. И вот сейчас такой острый исторический момент, который в котором армяне должны сделать для себя окончательный выбор. Նշեմ, որ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն միայն հայերի հասցեին չէ, որ հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով։ Օրինակ 2007-ի սեպտեմբերին, երբ Կովալենկոն Ռուսաստանի դեսպանն էր Վրաստանում, վրացի մշակութային գործիչների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ վրացիները մահացող ժողովուրդ են ու դիմելով ներկա վրացիներին շարունակեց. Դուք կանհետանաք։ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո վրացական իշխանությունների պահանջով Կովալենկոն հեռացավ Վրաստանից։